հաշվանդամությունը դատավճիռ չլի, դի չվերբեչատալն, վեր դու չպիտի ապրիս կամ ինչ որ բեներից պիտի զերկվիս, նորակառույց բեներում կարող է թեքահարթականին, բայց այնքան անիմաստն անուն տանը պրոստը նստիմ ու աշխարհի հանդեպ չարանա, մարդկանց հանդեպ չարանալավ, երևի դա հաստատ լավագույն լուծումը չի իմիլ, ապրելի բանաձևը հենց այդ սեր ասվածի մեջ է ու սերը ցանկացած բենի, ընտանիք, հայրենիք, քու միջավայրդ, ընկերներդ, Podcast, ստիկած դուերսկած։ Հոնդաթև Քաթանինք ու շնորհակալություն հայտնենք բոլորին հուբեք այս պահին մս եշուման, բոլոր նրանց վերմզնահետը նաև Patreon-ում կամ Rearmenium եւ աջակցում են բարբարի թվայնացմանն ու լավագույն պատմությունների վավերագրությանը, շնորհակալություն իհարկե գործար Ալիքին արդեն տևական ժամանակ մս տաղավար տրամադրելի հետի եւ բոլոր նրանց հուբեք կարմչին մս աջակցին ֆինանսապես, բայց աջակցում են դիտումներով, մեկնաբանություններով ու տարածելով շնորհակալություն վերկակ ու շտացիկ իհարկե։ Սորվա մեր քաթը եւս յուրահատուկ քաթամ ու գասինք վեր առաջկայում ստի յուրահատուկ քաթեր կանանց մասնակցությամբ էլենքում։ Եվ սորվա մեր հյուրը մեր սորվա հերոսը Արփինե Հարությունյանն ու եւս իմ զիմլակասը դե ինչ եմ տատի։ Ես եթե մեծ մասը մարտունեցիքն ես ուժը հարմարվալ։ Ինչ Արփինե։ լավ դուքունց։ Նախ շնորհակալություն վեր հրավիրալուք ձեր ոդքաթին շատ ուրախ եմ։ Մունքը շնորհակալ է ընդունած մեր հրավերը, իրականում բենա Մարիամ Արփինեին ասում ինչքան վաղ տա ուզում ենք հրավիրիկ ու հենց այն սոր ինչ թեմա խոսենք, այդ պատճառներից մինը խնդրեիս հրավիրին, քանի վեր ցավոք սրտի Հայաստանը եւ ոչ միայն շատ չեն հարմարեցված հենաշարժական խնդիրներով մարդկանց հետի, ամեն դեպքում այդքան ավանդերց Արփինես տղս ու տաս շատ մզետի մցախթանակա շնորհակալ քեզ։ Շնորհակալություն։ Ոզում միխնեք դու պատմիս քո մաստ, որտեղ ես իհարկե պիներ եմ գիտում, քո մասին հետաքրքիր փաստեր, բայց նաև հիշում էր երևի մի ընթացքում կանթուն համալսարան, ես հենց համալսարանից քեզ հիշում, որ ինձ վեր 12, իմ հիշողություն, ստի դեպքերում։ Ոզ միխնեք քո մաստ պատմի, что ես Հուրանցանայես։ Հունցացիկ մարտունացեում կողոզաշենա, ծնվել մծացալնդեղ, հետո ուսումը Ստեփանակերտ, բայց բակալավրիատը շարունակալում քինել կյալա։ Այդ պայն հնարավորություն չլել մենակ տեղափոխվել, այդքան ինքնուրույն չմլալ ու պլյուս հարմարեցված չլել մեր քաղաք համալսարան, հարազատներից միջոցով քինիս մլել կյայիս ու համել համալսարանից այդ օգնությունը ելելա հարմարեցվան, վեր ամեն օր չքինին, բայց ստացիոնարին կոչվա, հետևան թեկուզ օնլայն դասերին, ուսումը ստացալ, հետո արդեն Ստեփանակերտ աշխատանքի ընցալ, Zealous ընկերությունում, առաջին Seagate Mobile-ը կոչվեիս, հետո փոխվել անունը Zealous ծրագրավորման ընկերությունը։ Ես հիանում Արփինեին ուժավը, վեր ինքը իրան կյանքի վեշմին էտապում վեշմպենից հետ մնացալ չի, աշխարհը միշտ իրանա հարմարեցրալ, դա շատ լավ հատկություն է, վեր շատ շատերի սա պկասում, ամեն դեպքում օզում մի թեթև քու պատմությունը պատմիս, ոնց հաստատվալ ընդհանրապես վեր հենաշարժողական խնդիրներն առաջացալ ու արդեն այս նոր կարգավիճակը սկսալ պայքարել էմպեների հետի, վեր սովորաբար մարդիկ առանց պայքարի էլ ունենում են։ Շնորհակալություն այդ նկատառման հատեմ, բայց իրականում այդ ուժ ասվածը բադար չափազանցված է, ես միշտ ասում երևի բախտավերում, պրոստը վեր թեկուզ աստծո միջամտությունն ատեղ, իմ կողքից միշտ լավ մարդիկ լինում, ու նույնալ հաշմանդամությունը վեր ձերքում բերալ 15 տարեկանում լալ 9-րդ դասարանում, շատ անսպասելի անել իրականում, առավոտի երում կացավ, էր պիտի քինամ շկոլ սովորական առօրյա ու մեջքի ցավեր, հետո արդեն գրացաչում շարժվին, տեղափոխվան հիվանդանոցներ, բուժումներ, վերջը, արդեն հետո վերականգնողական բուժում Ստեփանակերտում, Քելլան Քոքսի անվան, ու նշին իրականում իրանց այդ վերականգնողական բուժում ասվածն էլ շատ տեղին էլ, այն ինչ ես կամ նաև իրանց անմիջական ազդեցությունն էլ կա դրա մեջ, որովհետև
ես հիշում դե 15 տարեկան շեմի խոհա մի անգամից հայտնվալա այդ վիճակում քեցալում սպասում էր հələ ընդհանրապես 2 ամիս Այն հույսով էր կարող ակյունս վերականգնողական քայլիս շատ չպատկերացնում բժշկական տերմինոլոգիան կամ ընդհանրապես լի ինչ հակատարում քիզնա երևի մի 10 օրից վեստի վերականգնողականի հայաթում նստած ասում չէ ինձ սվրցնում չն շորկել ինձ սվրցնում են ապրել հունց կամ ու այդ վերասանում իրականում կյանքի ընթացքում այդ փուլից սկսած զգացամ որ չելի պիտի ռեալիստինից ընդունիս այն ինչ կա դե սիրում միշտ ասեն արդեն ստաժավորում 16 տարի է այդ ամեն ինչից անցալ ժամանակի ընթացքում ոնց նշած է վերականգնողական բուժումը ընտանիքիս աջակցությունը Օրինակ մամաս շատ աննպաստալ ես պրոստը հատնային ուսուցում սվրեի սումելալ բայց պատկերացրաչում այդ սահմանափակ կնիլը կարում չսմտածիս այդ պահի խնդիրներով կարիմ ես քինիմ համալսարան իրականում դի չի վեր օրինակ ես մեր շենում տեսած չում կալասկավ մարդ Ստեփանակերտել այդ թվերին այդքան գիտեմ առեշ շենից մի տարի քանի անգամ քինիլավ Ստեփանակերտ նկատել չսվե այդ ժամանակահատվածում մարդիկ դուրս կան գալիս կավ ու տեսնաս ջինան չսիրենց պատկերացրաչում էր կարե տամ ես մտածիմ համասարան ընդունելի մասին ու մի օր մաման ասում է բայց ստոպ քնություն միասնականի հետ դիմի ասում չէ ինչ ասում դիմեմ ու դի պրինցիպ ընկած սաղ նշալում պրոստը բայց ոնց նշած է այդ ամեն ինչը մարդիկ շատ են նպաստալ նույն համասարանից տեսալն միավորնես ասան հակարի ստացիոնար ընդունվիս ու մուկ օգնելանքա էլի խնդիրներ բանի հարմար չլալ համասարանում դեվերելա կլալ չի բայց օրինակ վերքինի իսումլալ այդ օրելը կազմակերպեիսնլալ առաջի հարկում տեսերանեիս ուտի հենց հրալն ես այդքան էլ հետ չի մնամ դուզ համեմատելի չի երևի եթե ամեն օր քինիս Ինգիտամ այդ երիտասարդական կյանք ինչ վերպերներից զրկվում ես ավտոմատ կերպավ, բայց միշտ ասում երևի տանը պրոստը նստիմ ու աշխարհի հանդեպ չարանա, մարդկանց հանդեպ չարանալավ, երևի դա հաստատ լավագույն լուծումը չի ինիլ, քան այն ինչ ես ընտրալում, բայց նշիմ էլի վեր լավ մարդկանց շնորհիվ, ստի ասած Գիտակից ծնողների շնորհիվ նաև ու ինձ թվում է 15 տարեկանը բավականին ինչու փխրուն տարիք հա վեր այդ տարիքում դու հասկանաս որ արդեն քայլելան չես գուցե երիսա արդեն քաթից հետո կխոսի բաժարների մասին խեյատի ստացվալ բայց ես շատ ուրախում վեր եւ ծնողներ եւ դու ուժք նշվել մամաս որտե պապաս մահացած է մի տարի իրականում Երևի տայլա նպաստալ այդ ստրեսային իրավիճակները բեն, պապաս մի տարի էլ չլեն վերմահացած է ու ես ստացալ եմ այդ հիվանդությունը Այսինքն մամատը ավելի շատ ուժեղ էր և քեզ էլ ուժ տվալ որպես ու մինչև մենք էլ գիտամ լող կողքիսան Էլի այդ անհարմարությունը վերնշեցիք իմ աղբեր նոր հենց ինքնաբերալ իսկ մեր օգնության կարիքը զգացալ Ստեփանակերտել հարմար է աշխատանքի երկրորդ հարկում էլ ամեն օր Իրանքնլատաներից, պիցրցներից Ամեն դեպքում դու առաջա մարդիկը սիրել, ասում ես վեր տեսնարից չսիրել սայլակավ մարդիկ, մունքեր շատ քիչ ինքիլեր տեսնայից, որտեղ Ստեփանակերտներ ամենահարմարեցվածներից մեկը չիլել մեղմ ասած, բայց ամեն դեպքում դու օրինակս դրավ էքիզանից հետո նման մարդիկ հասկանան, վեր իրանք էլ ունին այդ հնարավորությունից, բայց երևի տարբերությունն այնա վեր քիզետի ավելի դիժերը, որտեղ դու օրինակ ունեցալ չես, իսկ քիզանից հետո մարդիկ արդեն իսկ ունեցան քո օրինակը, ոգեշրջման աղբյուր ասիմ, թա ինչ ասիմ, հասկացան, որ իրանց մոտ է կարե ստացվել, ու սա ինձ թվում է ամենակարևորն, այս գիմչում դու երբևէ տիպեն քուրա չտիրայս վերինիս օրինակ, գիտում չում, շարժող ուժ կամ ինչ թա ուղակի է ստացվել, բայց ամենայն դեպս տատի էլ կա։ Իրականում դրալ չու ինչ էր նպատակ Բայց այնքան շատ ու կողքից դի կարծիքնել լսած, վեր միմին օրինակ վեր կերալս շատ ուրախում էլա բարբարավ դե միշտ հետևում ձեր հաղորդումներին, բայց այս վերջերս իհարկե ներողություն խնդրում նաև շատ լրագրողներից մի ձև մեժեի սում լա ասամ դե լավ է ինչից խոսի արդեն մի տեսակ յումչում բայց վեր կերալս ասում լավ կարողա նորից մի առիթա մարդիկ տեսնան Ինգիամ ես շատ դեպքերում շատ ումնավում վեր մարդ պրոստը թուլանում կամ
թեկուզ թուլանում չի, կյանքը մի կողմա դնում ու իրան երազանք, նպատակ, ամեն ինչ քայլելն անում։ Ես այնքան ուրիշ ձևում վերաբերվում դրան, ասում լավ կարող է սա եւս առիթ է, թեկուզ մի հոգի եթե տեսնա ինչ որ բան փոխվի իր մեջին։ Հաստատապես Արփինը, որովհետև 20 թվականից հետո բավականին երիտասարդներ ստանդարտորից գիտում արդեն շարժողական խնդիր են ունեցալ նաև 23 թվականից հետո եւ քանի որ դու ես կատակավ ասում ստաժավոր հույս ունի նաև փորձը շատերին հետո մած հույս կնի հույս կտալ նաև այս էպիզոդը կօգնի խելամարդկանց ովքեր ունեն այդ խնդիրը ուժ գտնին նրանց մաչին ու գիտեն վեր կյանքը նաև անիմների իրար շատ կարի գեղեցիկ ունի եւ շատ նպատակային ունի ոսում մի խենք խոսենք պատերազմներից որովհետեւ ինչքան էլ պատերազմը սկսում է ինչքան դու խնդիրներ ունի քայլելի բայց եւ նույնիսկ քայլող մարդկանց հետ այն դա շատ մեծ մարտահրավերու խնդիր ոնց է սկրեցալ ոնց է պատասպարվել այդ օրերի քիզը ոնց է ելել 20 թվականի կրվից երևի խոսիմ Ստեփանակերտն քլել վերսկսալա մի մասը թե ընկերության կողմից էլ առաջարկալ վեր տեղափոխվին Գորիս աշխատակիցները ապահովին իրականում շատ դժվար է ասամ չէ պատկերացրալ չենք վեր կարե օրիշ բնակինի ես քույրիկս մնացանք Ստեփանակերտ ցորին եկեղեցումը մի քիչ պատասխանվել բայց այդ երևի այդ քշերվա ապրումն են այնքան ահավորանալ վեճ կապ կաշեն խուսելի դեգյուն վեր իմ ախպեր քեցալա ու շենին ջահիննել ես միշտ հպարտորն ունի տանշում եթե թեկուզ մի մասը մծ մասը Ստեփանակերտն է բայց առաջին հենց գրակոցից նույն ապրիլյանի վաղ մի անգամից քինիսն լաշենը վերշենից քին արդեն մարտոնա պոստերը այդ անորոշությունը ահավոր դե գուջիր ախպերս էլ Մարտակերտի կողմերը ծառայեիս ասում չէ նվար քույրիկիս ասում եկ քինինք իմ մաշինավս եկ քինինք շենալի թեկուզ սաղ ասում ընկեցեք գորիսպեն ասում չէ եկ քինք տեսնանք ինչա կատարվում վերջտի քեցավ ու էլի իմ ասում պատկերացրալ չենք օրիշ պենլի թեկուզ ապրիլյանի պլանն ասում լավ կարող եմ երկու օրնի ստոպտան քեցավ պատասպարվել իմ ասավ դե ես ումլալ քույրիկս մամաս Mimi ver շատ ահավորալը պրոստը քշնայիս ընկլել դեր դեմ մնա վիտրինայիս մինչև հոկտեմբերի 12-ը շատ լավ հիշում ու այդ ժամանակ հաղմած ախպերս զանգտայիսալար քեցեք կենում քինչանիկ բայց ես էլի չում պատկերացնում ու այդ արդեն այդ փուլում հսածալար հադրուտ շեխերա կողքերքը վեր ասա ես դի համասում չէ բայց մնա մտածում ասում լավ այսքան պրոստը ասում չէ եթե Աստված վեճանեկյան շենը հունցնանա եսի վիճակի չում տրնում ընտանիքիս էլ խնդրի առաջ կանգնեցած ուտի իմ ախպերկյամա վեր քեցեք շուտ մոտ է բենումալել մարտունա պոստերում նա քեցեք ահավորա վիճակը պեն ստիվված ստի ու վեշերսում երոնում մի քանի պեն ու կամպյուտերս ու բայց ներվայնացած յուրան երա ասում է ինչ սանում դրա վաղտը չի ես միշտ ասում կներիս լի մի ձև ավելի մոզախոցիմ ասում ոզում չս փրկում քնում վել լավ ապրիմ կոմպասան տան անգորտի աշխատանքային կոմպնալ ուտի ես քույրիկս դուսնք եկալ վերկյան Գորիս այդ օրա ահավորա ես կինոյի նման հիշում վեր շուշվատակից հետո պտահում են Հայաստանից եկող տանկիցներ ու ստիլած եմ քնում երկուսով ասում աստված ուրանք քնում են մահանամ ու քնում են փրկվինք շատ բենալի ուտի քեցալ իրականում դյուշ չտա ասելը բայց մի ձև Արցախից խրավալում 44 օրյայից հետո հա եկամ Ստեփանակերտ հետո շենքինից Ադրբեջանցին են քարավն տվալ մաշինը սպեն շենքինից այդ ճանապարհ ենքան ահավորալել ասում չէ շատ կոզիմ ստեղ ապրիմ բայց չէ հատուկ ես ինձ կռվտալավ պատկերացրեք այդ կռիվ բրցնելուց մինչև մարտ փետրվարի վերջ Գորիս մնացալում իր տեղափոխվալ չում Երևան վեճել Ստեփանակերտ ասամ զուտ մտածին ես ինչու քինիմ թաչե ու եկալ այդ դեպքերը շենքինիլի վեր ամեն քայլափոխի օրիշ առաջ օրիշ ձև ասում չէ ինչքան էլ ահավորունի գիտամ ամենաթանկ մարդիկ ես դեղան
Մաման աղբերքս դե շատ բարիկամներ ժենում Ստեփանակերտ դի տեղափոխվալում Երևան դե արդեն մնացած պատերազմը բլոկադան հերվիցում հետևալ ամեն օր մամունը թեկուզ տեսազանգավ խուսելավ այդ ամեն ինչը Վստահում եմ մամա շատ ուրախալի է դուստովաս դե բայց դրանից ինձ թվում է իմ ու քույրիկիս ֆեները փոխվեից չլել ահա որ ալել այդ ամեն ինչը դե բլոկադի վաղտ մերոնք շենումը այդքան չի ծանրել էլ ես հիշում ստեղ քինիսն քրացույցերի Ստեփանակերտ աջահերներ կան խոսում են ստի չկա ու ես մտքումս ես մաստված մանչում լի ես եթե վերյուրանք ինչ-որ հացի պենի խնդիր զանգտայսում լա մաման դե շենումը համեմատած շատ ավելի հեշտ է այդ ամեն ինչը ընթացալ ոնց Ստեփանակերտ համեմատելի չի այդ հացի հերթերը տակասությունները Հա, պատկերացնում եմ քույրիկս էլ այստեղ ու գիտում դա ինչ դիժերանում, երբ որ հերվից հետևում, բայց ամեն դեպքում այդ փուլն էլ անցկացալ արդեն Փարքաստո հարազատն այդ կողք գիտան, ոզում նորից վերադառնանք քու երկից նման մարդկանց կյանքի որակին սեմեհենք Հայաստանում առօրյա ուզում տեսնամ մի քանի բանի հարկի ասած բայց ուզում ավելի մանրամասն հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդիկ սայլակով շարժվող մարդիկ ինչ խնդիրներ են իրանց առօրյա կյանքում բախվում որտեվ թվում է թա շատ հասկանալի է բայց մարդը այդ նույն ճանապարհի մեջ ինքը կարի շատ հաճախ ուղակի պատկերացնել վեճ ու ուզում այսպես նախ արդյոք դու զգումս ինչ-որ տարբերություն առաջ թամեհենք, բայց մինչև այդ հալա ընդհանրապես առօրյա ինչերից բախվում։ Առօրյա երևի առաջի խնդիրներից հենց տեղաշարժման խնդիրներն է, վերից էլ բխում է մնացած խնդիրները, նույն կրթությունը, աշխատանք, որովհետև եթե ասում օրինակ ընտանիքս կողքիս էլ աջակցալա, բայց եթե մի պահ պատկերացնում ես դու մինակս իրոք շատ դժեր է այդ ամեն ինչը, մենք կա ինչ-որ ծրագրեր սոցիալի կողմից, որ անձնական օգնական են տրամադրում, օրական ինչ-որ X ժամով, եթե աշխատողս կամ ուսանող օգնում է, այդքան էլ լավ ծանոթ չեմ դուզ ասած ծրագրին գյումչում, ինչքան է օգնում իրոք արդյունավետ է, թե էլի ֆիզիկայի հետ ինչ վերածվեն է, բայց հիմնական խնդիրը տեղաշարժման խնդիրն է, վերը իրոք համեմատելի չի առաջ ու Մենք նույնն էլ իրականում Արցախել է, Ստեփանակերտել, քինալավ ինչ-որ բաներ փոխվեիսել է, նույնն էստեղ է, բայց իրականում վերքինում ես Եվրոպա, ուրիշ երկրներ, այդ մաչելիությունը տեսնում ես, զգում ես ստեղ ինչքան, այնքան դանդաղ է, այդ ամենը առաջինան, որ մի ձև հիասթափվում ես, բայց էլի Փարքաստով ինչ-որ շարժեր կա, նկատում են մարդիկ բարձրաձայնում են այդ խնդիրը, փորձում են ինչ-որ լուծումներ տան, հույս ունենք, որ այդքան դանդաղ չքինել ու մարդկանց պատնեշ չինել ինչ-որ բաների կրթություն, աշխատանք։ Իսկ դու կարծում ես այդ փոփոխությունն անելը ավելի հեշտ է, պարզապես բավարար հասկացվածություն չկա կամ քաղաքական կամք չկա, թե իսկապես այդ փոփոխությունն դժվար է ինում բոլոր երկրներում, էլ դու ընդհանրապես այլ փորձեր ես ուսումնասիրացում ցայնում вообще։ Ինձ թվում է դժվարություն կա, բայց երևի ավելի շատ տեղեկատվություն չունին հունց կարելի արած թեկուս ինչ-որ նորակառույց բաներում կարող է թեկահարթականին, բայց այնքան անիմաստն անում տավեր փաստացի նույն ծախսը անում են զուտ մասնագետների երևի պակաս կա, բայց ասում համեմատած ինչ-որ առաջընթաց կա թեկուզ նորակառույցներում բեն զգացում է վեր պատար մոտիկանում է ստանդարտներին։ Ուզում տեսնամ ասում եկեցած Եվրոպա ու ավելի մաչելի է այլն ամեն ինչն է վեր զգացած որ Երևանում օրինակ շատ պակաս է դա դու ամեն օր առնչվում ես դրան ու հասկանում ես դա խնդիրը տրանսպորտներից օգտվելը մետրոյից ես զարմացա որ կարելի է վերելակապ քշացած ու մետրո հարմար բեշմին օգնություն պետք չի առաջինը էդ է էլի կյամուն տեղաշարժման խնդիրի ու տրանսպորտը այդ բաները այնքան ստիակն հայտալել վեր շատ աստղի եշեց
օրինակ ամուք մտածանք այս եթերի կազմակերպման չնայած այն մի քիչ կամերաների չեցնելու հնարավորություն չունի ու շատ այն դեպքեր որ օրինակ առնչվից հասեստի դեպքեր եւ քինալի տողը չողոթարգա ու ոնց պիտի քինաս փորձում երևի այդ փորձից ելնելով ինձ փորձում հարմարեցնիմ ընտրիմ այն ինչ թեկու ժամանցային ինչ վեր տղեր արդեն նախընտրած տղեր ունին վեր շատ դժվար չի այդ ամեն ինչը բայց եթե ստի ֆորս մաժորային դեպքա պետքա ընտանիքս կողքիս իրանք ընկեմագյանում Արփինը խոսեցինք հենց Երևանի մասին արդյոք տեղյակս նաև մարզերից այնտեղ հնցա վիճակը այդ հարմարեցվելու պահը դղելա կատարվում թա ըստ ինչ որ տարբեր վիճակա Երևանում ինչ որ ավելի արագ է մարզերում ավելի պակաս տեղեկացվածություն կա ունի վեճ տեղյակ չում բայց զուտ լսելով հավանաբար Երևան ավելի այդ ամեն ինչը առաջակինամ քան մարզեր որովհետև շատ են բողոքում ինձ շատ հիացնում է այն որ դու նաև մայրիկի օգնությամբ այդ կրթություն շարունակալս ու նաև գտալ քո ճիշտ տեղը այդտեղ կարիս պարզապես շատ շարժվելով ուղղված ձերքերից շարժելով ստանաս ու գիտելիք ու նաև 10 գիտելիքը ուզում տեսնամ արդյոք իլեցադեպ եւ զգաս վեր ինչ վեր տեղ դիմիս աշխատանքի ու քո կարգավիճակը հաշվի առնելով կամ մերժին կամ ասին վեր տախնդիրանը զոտել իլեցադի դեպք իլեցավեր աշխատավայրերում խտրականության հանդիպիս իրականում սրաչուտի դեպքերի հանդիպին որովհետև Ստեփանակերտում այդ դասերի մասնակցալ Զելս ընկերության ու միանգամից մտալում աշխատանքի հետո արդեն նույն ընկերությունում Երևանից շարունակալ մինչեդ մի երկու տեղ Ստեփանակերտ դիմալու բայց զգացա չուվեր ինչ վեր տայա կոնկրետ խնդիրելի ինքամ այդ խտրականություն ասվածը ես այդքան էլ զգացած չի բայց ընդհանուր ոնցս գնահատում Հայաստանում ներառականության մակարդակը, եթե անգամ քո օրինակ ու աշխատավայրում առնչվալ չես իլելա զգաս ինչ որ քիմչում թեք հայացքավ եշին կամ ավելորդ հարցեր տան վեր հաշվի չի առնվում, ինչքան ավստու պատրաստ այդ հարցերին պատասխանից դե այդ մասավում ուզում հասկանամ քո օրինակավ ինչքան անվանք մունք որպես հասարակություն ներառական ինչքան ավանք կարում ընդունենք մեկս մյուսին մեր բոլոր պլյուսները, մինուսները, առանձնահատկությունները Երևի միշտ ասում դա ես դու ինչ տեսանկյունից եշում վերհրցնում են միշտ շուղավ ասում լավ Եվրոպեն այդ համեմատում եք ասացեք իրանք անտարբեր են ստեղ է շատ ջիգարավ թեկուզ Արցախել դիալան ինչը վերջի խազի գիտամ է չէ ինչից է այդ պահունցի լավ ինչ ես նեղում չում այդքան էլ այդ պատասխաններ տալուց շատերը կան շատ տիբուրը ծայրահեղ են մուտանում այդ հարցին բայց իրականում մարդկանց էլ տարբեր մշակույթներ ենք ու իրոք դեշ թա դիմացինդ մտածում է ինքը կալաս կավա խեղճագի ու չում ինչ պրոստը ափսոսում է վեր խեյա հիվանդ այդ ուղղությամբ է ինքը քինում խե համ մեկ իրականում ներվայնացնող ավերկյամն ինչ որ բուժումն է առաջարկում Սոդայի բուժություն Սոդա ասացել հիշեցել եկեղեցում պատարակինք մի 20 օր առաջ մի մարդ եկալ ասում է սոդա խմի առավոտները ասում է սոդա բուժություն Մարիամի ասացա սոդա բուժություն ակտուալ ասում 16 տարի է ես սայլակին քինի մեկ սոդա խմի Պաճառի գիտում չում բայց լավ էր ասում իրականում այդ ամեն ինչի պատահա կարող է ներվայնացնել, բայց եթե հումոր ավս մտանում, մարդը դեմ ենք өзում ագիտա, դի շատ բեն չի, բայց հա, այդ կողմից өзումուն մոտիկանան քյոմագյանին, բայց պետք չի լիս դի ծայրահեղացնել, ընում օրինակ խոխան կարող է մոտիկանա, խոխեք ավելի մաքուր են այդ հարցում ու գիտակցում չեն սովորական ունեն կալու, կարող ասեմ այն ինչա, իրանք կարող է միանգամից գիանտ այդ հարցավ ինձ նեղվում կամ ինչ ասում չի կարելի Ուտի խոխան կարող է մծանա չի կարելի ներավ իրան հետը տա ինչ վեր բենի վայ կալես կամ մարդա ստուարդում արփին Ես ավելի շատ սկսում խաղանելը ասում խե չի կարելի թող հիմնական փոխեքը ուզում կալես կան քշին տանին
Սուհավեչին չեք կատաչրա ինձ։ Այ ինձ շատ է դուր կյանքում մոտեցումը դեր ուղղակի դու ամեն ինչը լույսի տեսանկյունից եշում ես օրինակ վստահ չում վեր քու փոխարեն գրեի այդքան լույս սփրեյ, որտեղ ցանկացած այլ տեսակի մի փոքրիկ անգամ խտրականություն կարի ինձ օրինակ շատ նեղը, բայց ես նաև ուրախում վեր դու այն կարծրատիպերը վեր տեսնուս վեր մեծահասակնեն գուճիրների մեջին ներդնում, դու ինքդ հակառակն ստրան անում, ես էլ փորձում եմ խոխիսներ դինիմ, երբեք թողում չում բաց հարցեր, ես միշտ ուրան բացատրում եմ լող տարբերենք ու տա հիանալիա պետք չի վեր լող յուր նման ինիք ու իհարկե կոզնի վեր բոլորս դինինք, միշտ հաշվի առնենք վեր մաշկի գույն, գիտում չում, կրթության մակարդակ եւ այլ տրանքլող ստորադասվում է մարդու էությանը, մզետի կարևոր է յուր ընդունիկ ու սիրինք դի հունցկանք ու այս եթերը հենց այդ իմաստը սաղ այդ այլել վեր մունք սպրինգ այդ գաղափարը վեր տարբերինելը կարեինի, հատկապես երբ թե տանտրության հարշի ու մունք հնարավորինս պիտի ուշադիր լինենք ու սիրով միմյանց հանդեպինինք, իհարկե ոչ այնքան վեր կյան սոդրավորություն առաջարկում, բայց գոնե այն վեր զգումս վեր անկեղծ իրոք կան մարդիկ վեր ափսոսանքն ապրում, էդ էլ ինչ-որ մի ձև էլի հոգատարության մի ձև է։ Շատ ուրախ եմ Արփինե ես առաջնորդական մոտեցումները հատկապես եւ երեխաների հանդեպ ունենալ հստակ գիտակցում սեփական եսի դա իրոք հիանալի է, ուզում տեսնեմ իրենց դեպքերի վեր, երբ առնչվիս քո կարգավիճակի մարդկանց հետ ու զգաս վեր իրենք իսկապես խնդիրներ ունին հոգեբանական եւ փորձում են օրինակ չշփվին, դուշ չկեն տանան եւ զզվարվում են դեպքերում, եթե իրենց դիտեք։ Իրականում այնքան շատ ատի դեպքերը ու մեր բարեկամներից միշտ ասեիսալ ասում է սահմանափակությունը ուղեղում է միշտ ինձ այդպես ասեիսալ ասում է այն նոր հաշվանդամություն վեր ձերքում է այդ վաղ շատ է լսեիս ու դա ինձև այնքան է դաջվալ վեր ինգի դամ կարող է հենակներ ավալ ինքը շարժում բայց ամենահասարակ բեներ թեկուզ ձերքերա վեր կարար կամ կար է հերուա ինքը սվերա վեր յուրան մամանան է յուրան պապանան է Ես միշտ մամուսելում այդպես ասում եմ, ասում ինչքան լավ է, դույզա վերականգնողական բուժումը իրոք շատ մծպեն է, բայց մաման ինձ այդ ազատությունը թողալ է, ես փորձիմ, ես իրոք ինքնուրույն եմ, ինգիտամ ինչ վեր տղեր քինել, ինչ որ ծրագրերի մասնակցել, շատ ցավաբում խոսում նոր մի ծրագրի մասնակցածում էլ 25 տարեկան կալասկավ աղջիկա քնում ենք ճանապարհին դիշվում ախ պատմում ապեն ասում Գիտում ես, չէ, առաջի անգամ ավեր ես տնից, մերունցից հեռույում, ու այնքան ստիծաներ ալալ այդ ամեն ինչը ինձ հետ էլի, որովհետև պիտի քինիս, գիտամ սխալվել լավ, շատ դժեր ինչ-որ բաներ անել լավ, պիտի դու սվերիս, ես միշտ օրինակը ինձ երայում բիրում, վերստացալում հաշմանդամությունը, մինչև ինքնուրույն տառնա, ես մտածամ, նասկիս էլ չում ես կարել կենամ լի, այդ ձևի, բայց հետո ասում ես ձերքերս չի Պիտի մաման կես տալի, կամ կարող ասեի, մամ ջուր լիպեր, հետ ասում, բայց ձերքերս չկարին ես կալ այս կամ լավ էլ չում ասում, այդ նոր ալալ ծվեր չում, տսար չում, գյաց այդ սահմանափակությունը իրոք մունք ենք մեր արջև դրում, բայց միանշանակ լրիվ չի լի, պիտի միջավայրը մարդիկ նպաստին վեր դու այդ առաջքին մենակ ցանկությունը շատ քիչ է բայց միանշանակ դու բայց ամենաառաջին հենց շարժող ուժն էլ է դա վեր դու ինքդ որոշես վեր օզումս ինքնուրույնից Ոսեմ տեսնամ դու ինքդ քո դեմ տարած հաղթանակներ դիգուջի հիշում հատե օրինակ ինձ թվում է դա հաղթանակ որ դու մի բա հասկանաս հա բայց նասկիս ես կարիմ կենամ ջուր ինձ դա ես կարիմ կենամ պիեմ ես կարիմ քսին պետք չի ինչ որ մինը օգնել այդ հարցում իլացիա դեպքեր վեր հասկանաս վեր Ասես մասի մտածած չում, բայց սա իմ հաղթանակը իրավ։ Հա երևի շատ կատի, մանավանդ ինչ-որ կոմպլեքսներից, թեկուզ այդ ես խնդիրում լետնից, թեկուզ Ստեփանակերտ պրոստիսկյան զբոսանքի, գիտելա վերսար ինձ են իշիլեն ու ինձ էտը տահավոր են։ Առաջինը երևի Հա, նորա, այդ նոր ժամանակ լեց վաղտը, թա չէ մենք արդեն նորմալ է, դի շատ ֆիքս ունչում, եթե
եշում է։ Արփինը վեր ապրում ենք մեր միջավայրում, դա մարդիկ ավելի շատ են գիտում ունք, ինչ ճանապարհ են անցկացած, ոնց հսարես կարգավիճակեն, շատ էր օրինակ նա կարող գիտեմ մեջ որ դու 15 տարեկանից հետո ես բախվել ես խնդրին, ուստեղ միանշանակ վերաբերմունքը կարե օլիշինի երբ դու այլ միջավայրում ես հայտնվում։ Կոզիմ ասիս, հուսկոզիս վեր մարդիկ հասարակությունը ընդհանրապես վերաբերվին հաշմանդամություն ունեցող անձանց հունցնի վերաբերմունքը վեր գիտես վեր դա հաստատ ոչ միայն վիրավորման չի այդ անհատին, այլև ինչ որտեղ նաև օգնություն կարող դիտարկվել։ Սա որպես լայֆխակ այն մարդկանց վեր եշումն մզ էլի մզ նման բավարար գիտելիքներ չունի թաշփման կանոնների թամնացածի մասը չունք սոդա առաջարկում բայց կա ոնք են ինչ-որ սխալներ անտեղ տեղյակել չենք դա այդ տարածված ստի ասած սխալ մոտեցումներից Եվի ուղղակի պետք է ընդունել ու հասկանալ որ ինքը սովորական մարդ է եթե կալասկինա շատ հաճախ կարող է թեկուս ուղեղի բենավ մտածին մտավոր է եթե հաշմանդամություն ունե վերը ես դա միշտ շատ բերում որնում արձագանքում դրան օրինակ կարող ինչ-որ հարցնի կողքինին հարց տան քու ուրախ մամայի ու քեզ չի անմիջապես հրցնին ինչ-որ բեն երևի ամենաշատ բենանողը էտա վեր ուղղակի ընդունին մարդ է վերը ունե ֆիզիկական խնդիրներ սաղիսել ունին խնդիրներ մինին ինգիտան ֆինանսական մինին մինը չէ ու այդ եթե թեկուս հետաքրքրվելն են պատար տեղինենի վեշտան ինչ-որ բաներ առաջարկել լավ կամ կարծիքդ փաթաթել միմին այնքան շատ են ունտա վեր ստիպումա քեզ այդ բենա անիս ինքը քումասիդ ավելի շատ է մտածում պատարտա իրոք չափից դիսա հա ասաս վեր ժամանակա պահանջվալ վեր ընդունիս ինքդ քեզ հարմարվիս քիզնետ օզում հասկանամ այդ ժամանակը ինչքան է տևալ ու ինչքան սեմ հենք դու հաշտ ինքդ քիզնը հետ կարել չմասիմ այնքան դանդաղա այդ ամեն ինչը մի ձև խմորի նման հունցվում է ու ժամանակի ընթացքում զուտ հետս եշում ասում ես հա հաղթարալու իսկ կոնկրետ հաղթարալի պահա երևի հաղթարալ որտեղ միմիներում կասում ես անցպահումս հենց իծնե ես լալ դի ու միշտ շորել չսի եկալ դա կոմպլիմենտային եմ քեզ դա երևի հա որովհետև նկատալ այս վերջում այնքան ու այդ բեն ասալ ասում մի ձևի նկատում չիք վեր սայլակումս թեկուզ Արցախից ընկերներ բեն լալավեր այս վերջերից պտահալ ստացվեից չել երկար ժամանակ պտահինք ստի եշումն ասում մի ձևի քեզ բեն չնքանում լրիվս դրա մեջ ասում երևի լավ է հինգի տամ բայց միշտ ասում պետք էլ չի այդ հաշմանդամությունը այնքան ծայրահեղացին ստիպիրին առաջնային պլան վեր պիտի ինձ պիտի եսինիմ շատ աներվայնացնող ու ես միշտ պայքար էի սում թեկուս տանել կարող է օրինակ ասին դե արփինեն այեք դու ստեղ նստե այս լավ տեղ է այնքան ու այդ ամեն ինչը ինձ ներվայնացնես ասում հա ինչ ես տեղ գնիմ կամ թեկուս ինչ հերթում սպասեիս վեր ասում եկ ու կարող ասա բենում քցին սիսերմեն ասի ստեղ կալասկա աղջիկ կա թող ինքը առաջ ասում խնդիր չի ես սպասում եմ ինձ դա նորմալ է ցույցս ես նստում դու սեցի վեր 15 տարեկանից ու մունքիմ չքսես պահին օրինակ մզեշողներից ու կյանքում կարե շեշտակի փոփոխություն ինի դեպի հատե այդ կողմը օզում այն մարդը հու հարա նորա այդ ճանապարհը սկսելու անցկենա ինչնա վեր քեզ գուցե խոր չընտվալ բայց կարծում ես վեր դա շատ կարևոր է վեր այդ մարդը գիտա ճանապարհը սկսելու առաջի պահից Էվիտի հատուկ ինչ-որ աֆորիզմ կարել չմասիմ բայց շատ շեշտում այդ բանը վեր հաշվանդամությունը դատավճիռ չլի դիչ վեր փեչատալն վեր դու չպիտի ապրիս կամ ինչ-որ տեներից պիտի զերկվիս, ուղղակի պետք է ընդունիս քեզ հունց կաս, առանց ինչ-որ չափազանցնել, ինչ-որ երազանքներ քո մեջ, էլի պայքար է թեկուս քայլելը, եթե գիտում ես մի տոկոս շանս էլ կա, բայց դիչինի վեր դու մի կողմ թողես քո կյանքդ, ապրիս ու ամեն վայրկյանը վայելիս քո ընտանիքիդ, քո միջավայրում ու փորձիս կյանքը գունավորիս քո գույներով, ինչքան ստացվում է։
Ես հետևում Facebook-ով տուհունց քո կյանքում գունավորում տարբեր գույներով ու այդ վերասում ես ընդունիկ մզդի հունցուկանք դա միայն հաշմանդամությանը չի վերաբերվում, դա նաև ծերությանն է վերաբերում, դա ավելորդ քաշին է վերաբերում, դա Սպասում ավելի շեցրալս դա դիչը ինձ շրջանցում է, որովհետև շատ հաճախ մուկ նկար, մուկ այդ նկարում մուկմաս հավան չգիտեմ, զգումուկ վեր մզերնես ասիպտակալ, քյուխացալանք, գիտեմ, ծերացալանք, զգումուկ վեր մծացալանք ու երևի պիտի հաշտ ապրինք ինքներս մզնհատ ու նաև քիզ նման քո օրինակա վայելինք կյանքի ամերոպեն, որտեղ արփինային Facebook-ը վերես եշուն շատ հպարտանում եւ ինձ շատ մոտիվացնում է անընդհատ շրջագայություններ, անընդհատ նոր համեր, ես էլ ուզում պատառետ մի քիչ խիզախություն ունենամ ու նորություններ, անընդհատ նորություններ փորձեմ։ Ես եմ այդ խնդիրը, երևի տրայտինգ ես քան հիացած խոսում, երևի մուկ միշտ դիմացինի մեջ փնտրում եք այն հիչվել, մեր մեջին պկասում է ու քու մեջի այդ խիզախությունն գտնում վեր երևի տղտղոնինք վեճ։ Ասացել վեր բլոգադան դու զգացալ չես, հասկացալ չես այդ ամբողջությամբ ինչ է եւ ուրախում ես զգացալ չես, բայց կուզեի քո ապրումները այդ ժամանակ ու հատկապես վեր այն վաղտը վեր մի գլոխ դուսիկ եկա ու դու հրաժեշտալի հնարավորություն չունեցավ։ Մենք ոնց ես հիշում Արցախը, ոնց ես հիշում Կովկասաշենը։ Վերասում են Արցախ մի մինտի քննարկում ենք ինչ է առաջինիկյամ Ստեփանակերտում ապրալ մի քանի տարի, բայց մի անգամից շարունակյամ այն օրին դի խոսում ենք Ստեփանակերտը հարևանուհին ասում է Ստեփանակերտը չես հիշում ասում դուզ ասած չէ վերասում են Արցախ Կովկասաշենն ու վերստի եշում հետ երևի տամանկության հտակյամ այդ ամեն ինչը հունցած է 15 տարեկանում հաշվանդամությունը ձեռք բերա, բայց ինքան ակտիվում էլ էր, երևի շենինտի միլիմետր չկա, ես հենդերը, ծմակներն, ամեն տղրի երևի միլիմետր չկա, վեր ես էլյաց չինիվ, ու ենքան գիտամ ғաշենգյա ընցալ էտ ամեն ինչը, խոցավ խաղանելը, տարբերբերնել կազմակերպելը, ու կարել չում բացատրիմ, դրա հատ եմ իմին ասում հիշլավ ավե ես տղ չումըլար վերասում շեն Facebook-յան տնից խուսացեր ու հետնանկարը հենց մեր շենի գունավոր նկարա ու իրոք ինձ էտ է վեր կողոզաշեն ասուն ինձ էտ է էդ գույներն է ես տս արջում մռայլ վեր լույս չինի ու կապին ու վեր մեր ունքել դուսկի այս տելեֆոնավ խոսալում ասում են դուսենքյամ ես պատկերացրավ չում տա շենին վերջ մարդը ունցատուսկյամ գիտամ եթե մի ռոպել մտածում ստա ահա որա բնուս պապաս մահացած երեսմանն ենտեղ գիտամ միմին ասում կաղա պիտի քիների ապրեի 44 օրյայից հետո մնա ասում չէ ինձ էտ է թեկուզ ինչ վերտեղ նղացածում էլ Արցախից բայց այդ գույները պահվում է ու ես դիմ հիշում Արցախը Կովկասաշենը վերասում ես նախացածումներ Արցախից մի բան մինա մեջ սան հասկանալի ամնա որովհետև ես շատ բիներիցում նղացած օրինակ ասենք իշխանությունից որոշ մարդկանց ոչ բավարար տոկունությունից եւ այլ ուզում տեսնամ դու ինչ նկատի ունենում երբ ասում ես վեր նղացածս Արցախից նղացածում ես այն կոնտեքստում ասում վերքին իսում էլ թեկուս քեցալում երեզմաններն է Ստեփանակերտել եղբայրական երեզմանը համադասանցի էլ այնտեղ ստի պրոստը երկնքի իշիս մրասես ոնց կարելի է ամեն միլիմետրը այրում յում չում ես դա կարում չում իմ մեջ ու տարիներ շարունակ ոնց կարելի է այն պատերազմը մուստի անիք նկատի ունիս վեր ամենամոց խնդիրը վեր ունեցաս 90-ականների հաղթանակը դասնել պարտություն ու կորուստ դա Մարսելու չի դե ինձ Թոմաս Արեմոտ այդ զգացումն է Էմոցիաների տրվեցինք մի խրեք ինչ վեբնականը մեր դեպքում որովհետև 35 կարգավիճակը ունենք 30 գեզման ենք թողալ հայրերի ու այդ չքիններն էլ շատ դեպքում այս հույզերի պիրում բայց
Երևի ավելի փորձենք լուսավոր կետավ սահմանափակվենք, վերջացնենք մեր այս քաթը վստահելիլա վերհրամ նոր հաղթանակների մասին խոսլանարդինը, կոզիմ աստիս ինչ կոզիս վեր մեր եշովը մսկանովը էզիրուցից տամնակիս, это էզիրուցից ամենակարևոր հատվածը վերնայել։ Երևի անկախ մեր խնդիրներից կոտերվինք վեճ ու ինձ թվում է յուրաքանչյուրս մեր մեջ պահում ենք մեր Աստծուն ու կուրցնենք վեճ այն սերը, ես սովորություն ունեմ ամեն օր Աստվածաշնչյան հնչվեր հատվածներ կարդալի, թեկուզ օրվա ընթերցանություն կամ կարող է ուղղակի վենամ հինչեջենգե ինչ որ կոնկրետ հատված կարդիմ նոր աշխատանքի ընցնիմ ու սորվա հատվածը պատահական երևի հենց ելույթին բնավ Կորինթացիներին ովաս թղթից հալալ վեր ասում է եթե սեր չինի վեշին բեն ընկլիմ ու իրոք ինձ թվում է դա առաջնայինը Աստվածաշնչի ձատել կոմիտասնել վերասալա շատ սիրեցեք յուրուր վերաբրիք ինձ թվում է ապրելի բանաձևը հենց այդ սեր ասվածի մեջ է ու սերը ցանկացած բենի ընտանիք հայրենիք քու միջավայրդ ընկերներդ երևի հա Շատ հաճախ դա ենք մոռանում շեշտին, բայց երևի ողջը ամենաշատը դա ենք մոռանում։ Իհարկե որոշ մարդկանց մոտ դա չափ ազատ է, դա էգոիզմն է։ Ծայրահեղություն վեճտի վեճտի ուշինի վեճ։ Դուք է շատ սիրեցիք ոդքաթը եւ աջակցեցիք ոդքաթին Ռեարմենիում կամ Patreon-ում հունցը ձեր սրտը կտա, աջակցեցիք մս ձեր դիտումներով, տարածումներով, լայքերով ու մեկնաբանություններով, կարիք ձեր հիացմունքը արտահայտիկ մեկնաբանությունների մեր սորվա հյուրի հանդեպ ես գիտում էր դա սպասվում է եւ իհարկե դուք էլ սիրեցիք յուրուր սիրեցիք այս ամեն ինչից հետո ինչպես Լիլիթ Բլեյանի հայտնի երգում ասում դու սիրին ինձ պատերազմից հետո որտեվ ամենադիժերը դա է շարունակի ես ուզում ու հետլեցի Վճարություններից հետո յուր սիրիլը շատ ավելի դիժերա շատ ավելի դիժերա յուր ընդունելը բայց մենք արդեն ծս տարուկեսը համարյա 2 տարի սիրում ենք եւ ընդունում ենք եւ հույսոնիկ վեր նաեւ այն մարդիկ ու վեք վերին մեր հյուրերը իրանցել է կարում նույնությամբ ճինեն չինք ոնց վերմունք ու սիրիքինդի ոնց վերմունք